Դերասանուհի Իննա Խոջամիրյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հանդես էր եկել նոր ջերմ հրապարակմամբ։ Այս անգամ նա լուսանկար էր տարածել մի շնիկի հետ ու դրանից գրել էր. «Շատ սիրուն հանդիպում քննարկում ենք ունեցել ու կարևորը նոր ընկեր ունեմ, գրկիցս չէր իջնում ողջ ընթացքում»։ Տարիների ընթացքում Իննա Խոջամիրյանի անձնական կյանքը մեկ անգամ չէ, որ հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Ու գուցե ստեղծագործական գործունեությունից շատ էլ հետաքրքրել է հանրությանը։ Թեև դերասանուհին պատահական է հայտնվել շոու բիզնեսյան աշխարհում, այնուամենայնիվ հետագայում նրա անձնական կյանքի որոշ մանրամասներ իսկական աղմուկ բարձրացրին նրա անվան շուրջ ու քննադատությունների ու մի շարք քննարկումների տեղիք դարձան։ Իննան բավականին հաճախ է նշում, որ չի խոսում սիրել անձնականի մասին, սակայն նրա սադրող հրապարակումները խոսում են դերասանուհու փոխարեն։ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից հետո Իննա Խոջամիրյանը անմիջապես մասսայական հայտնիություն ձեռք բերեց, սակայն նշել էր, որ ինքը երբևէ չի ձգտել նրան։ Հայտնիությունն ինքնանպատակ չի եղել, վերջերս հաճախ լինում են պահեր, երբ նույնիսկ նեղվում եմ դրանից։ Ինձ համար շատ անսպասելի էր, որ նախագիծը նման մեծ լսարան կզբաղեցնի։ Դա ինձ տրամադրում է ավելի լավ աշխատել, որքան մեծ է լսարանը, այնքան ավելի պահանջկոտ է։ Պետք է ավելի գրագետ ու լավ մատուցես ամեն բան, այլ տարբերակ չունես, փոքր լսարանն էլ է պահանջկոտ ամեն դեպքում։ Որքան մեծանում է լսարանը, այնքան մեծանում է պատասխանատվությունը։ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում Իննան 22 տարեկան հասակում խաղում էր 17 տարեկան աղջկա կերպար և հարցին անդրադառնալով նշել էր, որ դա իր մոտ բավականին հեշտ է ստացվել։ «Մի հեշտ կետ կա, դու արդեն ապրել ես այդ տարիքը, կարող ես քեզանից ինչ-որ հատկանիշներ փոփոխել և դնել կերպարի մեջ։ Շատ ավելի դժվար կլիներ, եթե խաղայի 30-35 տարեկան կնոջ, որովհետև որքան էլ պատկերացնեմ հոգեվիճակը, ներկայացնել չեմ կարող։ Իսկ հիմա որ մեկս 16 տարեկան չենք եղել և ինչեր չենք արել։ Ես ի սկզբանե վստահ էի, որ Էլենն ուրիշ կլինի, իսկ ես առօրյայում ուրիշ։ Մտածում էի Էլենը կլինի տափակ կոշիկներով, սպորտային հագուստով, երկու պոչիկներով, արագ-արագ քայլող աղջիկ, իսկ ես հասարակության մեջ կլինեմ որպես Իննա, դասական կերպարով, այլ սանրվածքով, այլ կեցվածքով։ Ցավոք, ինձ միայն թվում էր, որովհետև աշխատանքային գրաֆիկս շատ խիստ է։ Եթե նույնիսկ հասցնում եմ աշխատանքից դուրս ինչ-որ բան անել, ժամանակ չեմ ունենում փոխվել ու վերադառնալ սոլիդ Իննային։ Հիմա ես էլ եմ հյուսիկներով, պոչիկներով, մարզակոշիկներով, արագ-արագ քայլելով ինչ-որ տեղ գնում և ինձ բռնացնում, որ տարրալուծվել եմ Էլենի մեջ։ Մարդիկ քեզ տեսնում են կողքից ու տպավորություն է, թե դու այդպես էլ ապրում ես իրականում։ Դա ամենամեծ բարդությունն է, մենք ակամա ապացուցում ենք, որ այն ենք, ինչ ներկայանում ենք կերպարով։ Երբ չունես մասնագիտական կրթություն, միանշանակ թերանում ես այդ հարցում։ Կան մանրուքներ, որոնք շատ կարևոր կարող են լինել մասնագիտության մեջ։ Փորձում եմ կարդալ, պրպտել, սովորել, աշխատել ինքս ինձ համար, սակայն չեմ բացառում, որ պրոֆեսիոնալ աչքով շատ թերություններ կարող են լինել։ Չեմ կարող հստակ ասել, որ դարձա դերասանուհի, որովհետև սերիալներում խաղալով և եթերում լինելով դեռևս չի կարելի լիարժեք համարել, որ դերասանուհի ես։ Ամեն դեպքում ես ամեն ջանք ներդնում եմ և աշխատում, որպեսզի աճ ունենամ։ Մի պահ մտածում էի դերասանական կրթություն ստանալու մասին, սակայն անիմաստ համարեցի հոգեբանի մասնագիտական բազայի հիման վրա թատերականում ուղղակի մագիստրատուրա ընդունվել։ Եթե մի օր որոշեմ սովորել, կսկսեմ զրոյից, առաջին կուրսից։ Միաժամանակ համաշխարհային պրակտիկայում կան պատմական դեմքեր, որոնք չեն ունեցել դերասանական կրթություն։ Շատերն են ասում, որ կարող ես ունենալ մասնագիտական կրթություն, սակայն չկարողանաս կերտել տարբեր կերպարներ։ Կարող ես և չլինել դերասան, սակայն կստացվի։ Հնարավոր է ինձ օգնում է իմ մասնագիտությունը, հոգեբանությունը, չէ՞ որ ամեն կերպարի կարող եմ մոտենալ մասնագիտական տեսանկյունից։ Մի քիչ կլինիկական դաշտ եմ տանում, սակայն այդպես ավելի հեշտ է ստացվում կերպարներն իրարից զատել։ Իմ ուսման 6 տարիների ընթացքում շատ մանրամասն ուսումնասիրել ենք մարդկանց տեսակները, ինչը շատ է օգնում։ Իհարկե, եթե ԻԲՆ շնորհք չկա, չի ստացվի։ Չեմ ուզում շեշտադրել, թե ես ԻԲՆ տաղանդավոր եմ, բայց երևի ինչ-որ բան կա, եթե ստացվում է։
Առաջին հայացքից բավականին տարօրինակ է, որ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին դարձավ դերասանուհի և այժմ հեռուստասերիալների ամենապահանջված դեմքերից մեկն է։ Թեմային անդրադառնալով Իննան նշել էր, որ կյանքի իր այդ փուլը եղել է շատ պատահական։ «Չգիտեմ ինչ կատարվեց, որ ինձ հրավիրեցին, սակայն անցյալից ստվերներ» հեռուստանախագծի ադմինիստրատոր Էմիլիա Գրիգորյանը ֆեյսբուքով ինձ գրել էր՝ «Քասթինգ ունեն, եթե ինձ հետաքրքիր է, ներկայանամ Շանթ հեռուստաընկերություն»։ Հաջորդ օրը ներկայացա, մի շաբաթ անց նորից կանչեցին, մի քանի օր անց արդեն հրավիրեցին պայմանագիր ստորագրելու։ Երբ անսպասելի մի տեղից հայտնվում ես այլ տեղում, հայկական տարբերակի համաձայն կարծում են ծանոթ բարեկամն է օգնել կամ լավ մեջք ունես։ Ինձ համար լավ մեջք հայրս է, սակայն նա ներդրում չի ունեցել Շանթում աշխատանքի անցնելուս գործում, որևէ ծանոթ չունեի։ Առաջին խոշոր ծանոթս Շանթում մեր ռեժիսոր Մհեր Խաչատրյանն էր, սակայն նրա հետ մտերմացա աշխատանքի անցնելուցս 3-4 ամիս անց։ Ռիսկի գնալու մտավախությունը մեծապես պայմանավորված էր տարիքով։ Կա տարիք, երբ չես հասկանում անելիքներիդ հետևանքը, կամ մի տարիք, երբ չես հասկանում սխալ ես անում, թե ճիշտ։ Շանթում հայտնվեցի անցումային տարիքում, 18 տարեկան էի։ Ռիսկի գործոնը որոշ չափով հասկանում էի, սակայն չեմ կարող վստահ ասել, որ լիարժեք գիտակցում էի հետևանքները։ Վրիպումներ եղել են և դերասանական առումով, և աշխատանքային։ Շատ շնորհակալ եմ այն բացառիկ մարդկանց, ովքեր հիմա իմ ընկերներն են, որ ամեն կերպ փորձել են ինձ օգնել, աջակցել ու սովորեցնել։ Իննայի ընտանիքում դերասաններ ու արվեստագետներ չեն եղել, սակայն դերասանուհին նշել էր, որ իր տաղանդի մեջ գուցե կա ժառանգական պայմանավորվածությունը։ Արվեստագետներ չունենք, դերասաններ առավել ևս, ընտանիքիս անդամների ու հարազատներիս մեծ մասը խորացած են ճշգրիտ գիտությունների մեջ։ Միգուցե ժառանգական պայմանավորվածությունը կա, սակայն դա ուսումնասիրել չեմ կարող, չգիտեմ։ Փոքր տարիքում, երբ տանը մենակ էի լինում, հաճախ թատերականացված մոնոլոգներ էի ունենում, տարբեր աղջիկների էի մարմնավորում։ Միգուցե պատճառը պարապուրդի մատնվելն էր, կամ այդպիսով փորձում էի խուսափել դաշնամուր նվագելուց, դժվար է ասել։ Իհարկե, դաստիարակությունը շատ մեծ նշանակություն ունի, կարևոր է ինչ միջավայրում ես մեծանում, մշակութային ինչպիսի դաստիարակություն ես ստանում։ Ծնողներս փորձել են ինձ ամեն կերպ մոտեցնել արվեստի ճյուղերին, դաշնամուրի, պարի, նկարչության եմ գնացել, բայց այդպես էլ ամեն ինչ կիսատ եմ թողել։ Փոքր տարիքում մեզ թվում է դա ստիպողաբար ենք անում, մեծանում ես ու հասկանում, որ կարելի էր ավելի լավ նվագել, ավելի լավ նկարել, առհասարակ ամեն ինչ ավելի լավ անել ու կստացվեր։ Իմ ընտանեկան մթնոլորտում արվեստի շունչը եղել է, չես կարող մեծանալ ու մի օր որոշել, որ դու Դալի կամ Պիկասո ես սիրում, կամ որոշես, որ պիտի Ազնավուր լսես։ Քույրերս ինձանից մեծ են 9 տարի և ավելի, իրենք ինձ սովորեցրել են, որ պետք է լսել Ազնավուր, Ֆորշ, Լիլիթ Պիպոյան ու Կոմիտաս։ Հիմա այդպես ենք մեծացնում զարմուհիներիս։ Հայտնիությունը ինչ-որ պահի ներխուժում է անձնական տարածք։ Յուրաքանչյուր քայլ, սկսած նրանից, թե սրճարանում ինչպես և ում հետ կնստես, վերջացրած ինչ-որ լուսանկար կամ գրառում հրապարակելով, դառնում է քննարկումների մեծ առիթ։ Իննան նշել էր, որ այդ առումով ինքը հաճախ է հասարակությունից առանձնանալու ցանկություն ունենում։ Կարելի է բաժանել ուղիղ 50-50%-ի։ 50% դեպքերում շատ հաճելի է, երբ դու հայտնի ես, քեզ ճանաչում են, սիրում են, քեզ գնահատված ես զգում։ Մյուս 50%-ում նման դեպքերը կարող են անհանգստացնել ու դիսկոմֆորտ առաջացնել։ Մարդ ես, երբեմն ուզում ես մենակ լինել, ինչ-որ սրճարանում մենակ նստել։ Շատ դեպքեր են եղել, երբ մոտեցել են, հաշիվ են փակել և այլն։ Վերջ, օրդ չստացվեց, որովհետև դու իսկապես փորձում էիր մենակ մնալ։ Հասարակական միջավայրում այսպես թե այնպես չես կարող մենակ լինել, սակայն այս դեպքում հայտնիությունը մի քիչ ավելի է խանգարում։ Ինչ վերաբերում է անձնական տարածքին, շատ ծանր եմ տանում, երբ ինչ-որ մեկը մտնում է իմ անձնական դաշտ։ Այնինչ իմն է, քննարկման և հանրայնացման կարիք չունի, սակայն հարցը լսելիս ինձ բռնացրի մի գործողության վրա, երբ մեծ հետաքրքրությամբ կարդում էի Սոշ Ջանիբեկյանի հարցազրույցը Մադոննայի հետ անձնական կյանքի բալիկի սպասելու մասին։ Շատ հետաքրքիր բովանդակալից հարցազրույց էր, ահա որ մեծ հետաքրքրությամբ շունչս պահած կարդացի ու վերջում հասկացա, ախր այս ամենն այդ մարդու անձնական կյանքի մասին էր։ Ստացվում է, երբ ես կարդում եմ ուրիշի մասին, ինձ հետաքրքիր է ինչպես բոլոր հայերին, երբ հերթը հասնում է ինձ, չեմ ուզում խոսել։
Իրականում շատ բարդ հարց է անձնական սահմանները պահելը մշակութային խնդիր է, որը մեզ մոտ միշտ խարխուլ է եղել։ Դեռ տարիներ առաջ Իննան նշել էր, որ եթե իր անձնական կյանքում գլոբալ փոփոխություններ լինեն, ինքը միգուցե այդ նորությամբ կիսվի հանրության հետ։ Այս տարիների ընթացքում Իննայի անձնական կյանքը մեկ անգամ չէ, որ եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ Նման հրապարակումները պատճառ էին դառնում նաև, որ Իննայի հասցեին շատ հաճախ հնչեին բացասական մեկնաբանություններ, ու այդ բացասականին անդրադառնալով դերասանուհին ասել էր. «Ես չեմ պատկերացնում մի կնոջ, որ բացասական կարծիքներից իրեն վատ չզգա ու սթրեսի մեջ չընկնի։ Տղամարդիկ էմոցիաների առումով ավելի սառն են, սակայն այդպիսի կին կարծում եմ չկա, որ ծանր չտանի անգամ թեթև բացասական կարծիքը որքան էլ սթրեսակայուն, հավասարակշռված ու կայացած լինի։ Շատ է պատահել, երբ կարդացել եմ բացասական կարծիքներ, ծանր եմ տարել, մտածել եմ։ Սակայն դրանք բացառապես կոնստրուկտիվ բնույթ ունեն, նույնիսկ անհրաժեշտ են, որովհետև երբ քո մասին միայն դրականն ես լսում, սկսում ես ինքնահաստատվել դրա վրա, բացասականն անհրաժեշտ է, որպեսզի կարողանաս քեզ բալանսի վրա պահել և քեզ հանկարծ չքաշի դեպի աստղայինը։ Ես չեմ ճանաչում մի մարդու, ով թերարժեք չէ, մենք բոլորս տառապում ենք թերարժեքությամբ։ Եթե կա մեկը, ով թերարժեքություն չունի, դա ևս հիվանդություն է։ Թերարժեքությունն էլ կոնստրուկտիվ բնույթ ունի, որպեսզի փոփոխություններ անես։ Սա շատ նուրբ հարց է, թե արդյոք թերարժեք լինելն օգնում է, թե խանգարում։ Ինձ մոտ այդ սահմանն առավել քան նուրբ է։ Ինչու՞ չէ, կոմպլեքսներ էլ ունեմ, եղել են թերարժեքության զգացումներ, որ վերածվել են կոմպլեքսի, որը կարող ես փոփոխել միայն վերաբերմունքի փոփոխությամբ։ Այդ մասին խոսելը շատ բարդ է, նույնն է, որ խոսեմ կոմպլեքսներիս մասին, ինչը սխալ եմ համարում։ Որքան էլ շրջապատված լինես լավ մարդկանցով, միևնույնն է, միայնակ ես ինքնառեալիզացվում, դժվարություններ հաղթահարում, ինքդ քեզ համար դժվարություններ ստեղծում, ուղղակի շրջապատը խթան է լավ կամ վատ իրադարձությունների, որովհետև հակառակ դեպքում մարդու մոտ դեպրիվացիայի փուլ է առաջանում, որը անկասկած մահվան է տանում։ Այն մարդիկ, ում խորհրդի կարիքը միշտ ունեմ, ընտանիքիս անդամներն են, բայց հստակ ասել, որ ամեն մանրուք կարող եմ քննարկել նրանց հետ, սխալ կլինի։ Մեզ սովորեցրել են, որ խնդիրների դեպքում կարելի է դիմել հոգեբանի, սակայն փոքր երկիր է, փոքր քաղաք, ամեն դեպքում մտավախություն կա։ Չնայած վստահ եմ, շատ ունենք լավ մասնագետներ, որոնց հետ կարող ես խոսել, կօգնեն ճիշտ ուղու վրա կանգնել, բայց քեզ համար ամենալավ խորհրդատունը ամեն դեպքում ինքդ ես։ Կան մարդիկ, որոնց հետ կկիսվես, սակայն կա որոշակի անձնական սահման, որը միայն քոնն է, որքան էլ ուզես դուրս հանել, չես կարող։ Նույնիսկ եզակի ընտրված մարդկանց մոտ մինչև վերջ բաց լինել հնարավոր չէ։ Ես չափազանց ինտրովերտ եմ, իհարկե, եթե էմոցիաներս հասնեն կոկորդիս, կշփվեմ նաև հոգուս խորքից, բայց այդպես հազվադեպ է լինում, նշել էր դերասանուհին։